Սիրելի խեցգետիններ, բարի լույս, բարի արև, այսօր մայիսի 3-ն է, իհարկե այսօր ես արդեն կավարտեմ մնացած 4 նշանները, նրանք ովքեր սպասում են խեցգետինները, ցուլերը, երկօրյակները և աղեղնավորները, մնացել են այդ 4 նշանները, իրենց բաժին ընկավ փաստորեն այսօր իմ օրացույցով Նեպտունի օրն է, շատ այդպես անորոշություն, ինքը բնականաբար այդ էներգիան ինձ մոտ ևս դժվարություններ է առաջացնում և հիմա սիրելի խեցգետիներ ասցենդենտի նշանով և արևի նշանով փորձեմ մայիս ամսվա համար կանխատեսումը ներկայացնել ձեր նշանի համար և ասեմ, որ ինձ մոտ այսպիսի զգացողություն էներգիա եկավ, որ այդպես եմ տեսնում, որ շատ խեցգետիններ այդպես նստած սուրճ են խմում և մտածում են ապագայի մասին, թե ինչա լինելու, հետո ինչ են անելու, այսենց անորոշության մեջ նստած են, մեծամասնությունը բնականաբար, ոչ բոլորը, սա մասնավորապես նաև վերաբերում է ասցենդենտով խեցգետիններին, տեսնում եք դուք մտածում եք չգիտեք ինչ անեք, բա ինձ համար էլ է դժվար, այստեղ իհարկե շատ ասելու բան կա, բայց ասեմ, որ դուք 9-րդ տեղում եք, այդպես էլ մնացել եք 9-րդ տեղում, ձեզ համար առանձնապես հետաքրքիր չի, ես էլ արդեն երկրորդ վեցնյակի նշանների համար այդքան շատ չեմ մանրամասնում, որտեվ իրենք հետաքրքրված չեն զուտ այդ նպատակի համար, ովքեր որ շատ են հետաքրքրված, նրանց համար է մանրամասնվում, իմ մոտեցումն է այդպես, և հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր չգիտեն ինչ է ասցենդենտը, շատ են ինձ այդ հարցեր տալիս, բացեք ինտերնետը և հարցում արեք, ինչ է աստրոլոգիայում ասցենդենտը, պատասխանը կստանաք, որպեսզի ես ամեն հաղորդման ընթացքում չներկայացնեմ, ինչ ասել է ասցենդենտ։ Ինչևէ, ճշգրիտ ժամը միայն հաշվարկելուց իմանալուց հետո նոր կարող եք իմանալ ձեր ասցենդենտի նշանը, ինչպես նաև աստիճանը, դա շատ կարևոր է, որտև ասենք կոնկրետ այս դեպքում ես նայում եմ հիմնականում ըստ ասցենդենտի նշանի, բոլոր դեպքերում երկուսն էլ միացնում եք արևը և ասցենդենտի նշանը և ձեզ համար պարզ է լինում տվյալ ամսվա համար այդպես ընդհանուր նկարագիրը կամ կանխատեսումը ասենք։ Ինչևէ, հիմա անցնենք առաջ սիրելի խեցգետիններ, այն որ ձեզ բաժին ընկավ Նեպտուն արդեն ասացի, որ ապագայի հանդեպ այդպես որոշակի դժվարությունների կարծես թե առաջ է կանգնել, որոշակի քայլեր են պետք անել, շտկել եւ այլն, բայց բոլոր դեպքերում ասեմ, որ ձեզ մոտ կարող է լինել 50-50 տարբերակը, այսինքն այնպես չի, որ ամբողջովին բոլոր դռները փակվել են, կան մի քանի դռներ բացված, պարզապես պետք է իմանաք, թե դրանք որ դռներ են, որտեղից կարող եք դուրս գալ իրավիճակից, եթե որոշ մարդիկ գտել են արդեն դուռը եւ պատրաստվում են դուրս գալու, դա ուրիշ հարց, նրանք ովքեր չեն գտել, այդպես դեռևս երկար սուրճ կխմեն ու կփորձեն հասկանալ ինչ է կատարվում, ինչ պետք է անեն։ Սա ուրեմն խեցգետինների մասին, ուրեմն շարունակեմ, ինչ ունենք մայիս ամսին։ Մայիս ամիսը ինքը ես արդեն ասել եմ իմ մասնավորապես նախորդ աուդիո ձայնագրության մեջ, ես նշել եմ, որ մարսը ներողություն մայիսը ինքը լարված է լինելու էմոցիաների առումով, սպասումների առումով, գիտեք, երբ սպասում ես, այդ ժամանակ շատ ավելի լարվածությունը մեծանում է և դա դուք կզգաք մայիսի վերջ հուլիս, այդ ժամանակ ևս կխորեք, ինչ-որ բան կփորձեք ձեզ մոտ փոխել, կմտածեք ինչ կարելի է փոխել, ինչ պետք է անել, ես ուղղակի մի քիչ առաջ եմ ասում, որ քանի որ դուք 9-րդ տեղում եք, ես փորձում եմ, տեսնում եմ, էներգիան այդպիսին է, շատ խճճված վիճակում եք, դա է ինձ գալիս և ուրեմն մի անհանգստացեք, վերլուծեք, դա ուրեմն ասեցի հունիսի վերջ հուլիսը ձեզ հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի մանրամասն փորձեք կողքից նայել իրավիճակը եւ վերլուծել, ովքեր կդժվարանան կարող են դիմել եւ հասկանալ ուրեմն իրենց հետագա անելիքները կամ ինչ է սպասվում եւ այլն եւ այսպես ամիսը բացում ենք լիալուսնով եւ փակում ենք լիալուսնով
մայիսը եւ իհարկե մեջտեղում էլ բնականաբար տեղավորվում է նորալուսինը մայիսի 1-ին որ արդեն անցել է բայց դա նշանակություն չունի ես պիտի նշեմ անպայման Հայաստանի ժամանակով 21:23 րոպե արևելությունը հակադրվել են 12 աստիճանում եւ այն լիալուսինը եղել է այսքան լուսինը գտնվել է կարիճի նշանում բնականաբար այդտեղ իր համար շատ վատ կարելի ասել հենց այդպես տեղում է այսքան ինչ որ մինչև ամսի 1-ը հա մինչև ամսի 1-ը հոգեպես ճնշվել եք ինչ որ մի հարց է եղել ոմանց մոտ դա եղել է ուրեմն երեխայի հարց է փորձել են երեխայի հարց ինչ որ լուծել այդ առումով էմոցիաները շատ բարձր են եղել մյուս ոմանց մոտ ներողություն ոմանց մոտ եղել է սիրո թեման եւ դա եւս կամ անհանգստացրել է կամ ցավ է պատճառել կամ հիասթափեցրել է որովհետև ինքը վատ նշանում է գտնվում չեք կարող դուք լավ արդյունք ունենալ մեծ հաշվով բայց ոմանց նայած ըստ իրենց անձնական քարտեզի հնարավոր է որ ավելի մեղմ է եղել եւ ասենք իրենք որքան էլ դժվար բայց գոնե ասենք լուծումը գտել են ու հիմա իրենց մնում է այդ անցնել այդ ժամանակի միջով այդ ճանապարհով անցնել եւ ունենալ արդյունք նայած ու մոտ ինչ իրավիճակ է եւ նայած տեսեք հիմա ասենք եթե ես խոսեմ ասցենդենտով խեցգետինների մասին ձեր արևը ցանկացած նշանում կարող է գտնվել հա այնպես որ շատ տարբեր կարող է լինել Եկամ ասենք եթե արևի նշանով եք դա ուրիշ բան ինչևէ այդ երկուսը միացնեք չմոռանաք բայց հիմա ասենք ես այս դեպքում այդ թեմաներ որ միջև մայիսի 1-ը ունեցավ իր տրամաբանական ավարտը լավ թե վատ ասացի ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս իսկ հաջորդ լիալուսին ուզում եմ եւս անպայման նշել դա կլինի 31-ին ինչպես ասացի մայիսը փակում է 12:45 րոպե Հայաստանի ժամանակով արևելուսինը կհակադրվեն 10 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում ուրեմն հաջորդ լիալուսինն այդտեղ է դա եւս ես կասեի լավ լիալուսին չէ եւ նորից այստեղ կարող է ոմանց մոտ որոշեն որ իրենց առողջական հարցերով պիտի զբաղվեն կամ միգուցե ավարտեն նորից դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա կամ ինչ որ մի փուլ ավարտվել է կամ իրանք ընդհանրապես ասենք կարողացան բուժվել եւ ձերբազատվել այլևս այդ իրենց ուրեմն առողջական խնդրից ոմանց մոտ այս կերպ կարող է լինել որ ոմանք կարող են իմանալ ասենք միգուցե դեռևս պիտի շարունակեն այդպես շատ տարբեր կարող է լինել ուշադրություն եք դարձնում ձեր առողջական վիճակին որտեղ այստեղ բացահայտվում են ինչ որ բաներ որ դուք պիտի ուրեմն ուշադրություն դարձնեք եւ ոմանց մոտ էլ դա կարող է նաեւ նրանք ովքեր աշխատում են աշխատանքի հետ կապված ինչ որ փոփոխություն կամ ինչ որ մտքերը տանում են այլտեղ ուր գնալ ինչ անել ինչպես անել եւ այլն այս աշխատանքը առողջական վիճակը սիրո թեման ոմանց մոտ երեխաների թեման է ինչ է լինելու երեխաների հետ եւ այլն այս բոլորը պատճառ են դառնում ու դուք ամեն օր սուրճ խմեք ու մտածեք ինչ եք անելու այսպես Եվ նորալուսինը նշեմ մայիսի 17-ին արևելուսինը կմիավորվեն 26 աստիճանում եւ ցորի նշանում է լինելու նորալուսինը 0001 Ահա այսպիսի տվյալներ ունենք այսինքն 1 րոպեի տարբերությամբ Հայաստանում նորալուսինը կլինի մայիսի 17-ին եւ նույն հաջողությամբ Ռուսաստանում Եվրոպայում ուրեմն կլինի 16-ին, այնպես որ այնտեղ ապրող մեր հայրենակիցները թող չանհանգստանան, որ խոսքի ունակ Հակոբյան անան սխալ ասում մեր մոտ 16-ին է, չէ, այստեղ ժամերի 1 րոպեի տարբերությամբ եւ սա առիթ է, որ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե որքան կարեւոր է ծննդյան ժամի ճշգրիտ իմացությունը, այսինքն ձեր արջքի արժեվ է սա բոլոր նշանների համար եմ ասում, որ 1 րոպեն կարող է օր փոխել, իսկ դա կարծում եմ կարեւոր է Այսպես այնպես որ ճշգրիտ ժամը պիտի հաշվարկվի, որպեսզի դուք կարողանաք հասկանալ որոնք եք ծնվել կամ այսքան 1 րոպեն այդ չափ կարևոր է, չասեմ որ այլ ծրագրերով ինքը 1 րոպեն 1 տարի է, այնպես որ
Սա կարևոր է, ես այսքան ասում եմ մարդիկ ասում դե այս ժամից այս ժամն եմ ծնվել, չգիտեմ եւ այլն, հասկացեք, որ դա ճշգրիտ ժամը իմանալը կարևոր է։ Եվ ուրեմն հաջորդ փոփոխությունները, բնականաբար արևը կփոխի իր նշանը, ձեր 12-րդ տունն է մտնելու, այդտեղ միգուցե փորձի ինքը ինչ-որ գաղտնիքներ բացահայտել, եւ իհարկե բացահայտել, գիտեք, ես նայում եմ խեցգետիներին եւ զգում եմ փոփոխություններ են լինելու խեցգետիների մոտենում է, միգուցե դուք չեք զգում դեռևս այդ էներգիան, բայց լինելու են փոփոխություններ, իսկ այդ փոփոխությունները կլինեն, գիտեք, սովորաբար երբ որ ինչ-որ մի բան գալիս է, դրա տեղը պիտի ազատվի, դա մարդու տեսքով կլինի, թե իրի տեսքով կլինի, այսպիսի բան առաջիկայում լինելու է եւ դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա, որն էլ բերվելու է, ուրեմն նախապատրաստելու է փոփոխության, այսպիսի իրավիճակ, ես առաջ եմ ասում, կարծես թե եւ ասում եմ շատ հակիրճ պետք է ներկայացնեմ, բայց էլի տարածվում եմ, որովհետեւ զգում եմ խեցգետինների մոտ անհանգստություն։ Ինչևէ, այստեղ մոլորակները իրենց նշանը փոխում են, ուրեմն կտեղավորվեն ցոլի նշանում արևից բացի եւ Պլուտոնը կդառնա հետընթաց, ձեր ֆինանսների տանն է գտնվում Պլուտոնը, ինքը կդառնա հետընթաց, այստեղ դուք կվերանայեք հավանաբար, կնայեք ձեր ֆինանսական վիճակը, այն կարգավորելու մասին եւ այլն, ֆինանսները, այսպես ասած, կարևորվում են եւ գիտեք, այստեղ կփորձեք, գիտեք, նոր կամ միջավայրում նորովի հանդես գալ կամ միջավայրում այնպիսի իրավիճակ է կփորձեք հաշտվել այդ ամենի հետ, ինչ որ այսպիսի հոգեվիճակներ են շատերի մոտ, հա, կամ գաղափարակիցների, ընկերների հետ, այսպիսի թեմաներ են, կխոսեք, կքննարկեք, այստեղ ֆինանսական թեմաները կարող են լինել, այստեղ ընտանեկան թեմաներ, երեխայի թեմաները կարող եք քննարկել կամ սուրճի բաժակեր միասին ինքներդ մտորեք այդ թեմայի շուրջ, այսպիսի շատ հետաքրքիր թեմաներ կլինեն եւ ասեմ, որ կարևոր իրադարձությունը Վեներան կմտնի ձեր նշան սիրելի խեցգետիներ, դա լավ է, մայիսի 19-ին, իդեպ մայիսի 19-ին ոչ միայն Վեներան կփոխի իր նշան, այլև հենց նույն օրը Մարսն է փոխելու իր նշանը, իհարկե ինքը ցոլի նշան կմտնի, իսկ Վեներան ձեր նշան է մտնելու եւ մինչեւ հունիսի 13-ը կմնա ձեր նշանում Վեներան, դա իհարկե լավ է, շատ լավ է, այստեղ ֆինանսական հարցեր կլինեն, այստեղ սիրո թեման կարող է լինել, ընտանիքի մասին խոսակցությունները, ամուսնության մասին խոսակցությունները, շատ տարբեր, հա, ոմանց, յուրաքանչյուրը ըստ իր տարիքի, ըստ իր կարգավիճակի, այսպիսի թեմաներ կլինեն, կարևորը, որ ինքը շատ լավ է խեցգետնի նշանում, բավականին լավ է, ուրեմն Վեներայի ներկայությունը եւ փորձեք իրեն ուրեմն ճիշտ օգտագործել, այսպես ասած, օգտվել, ոչ թե օգտագործել, այլ օգտվել այդ էներգիայից, այնպես որ կամ ինչ որ ընտանիքի համար կարող է գումարներ ծախսվել կամ դա կարող է ընդհակառակը գումարներ ուրեմն ձեզ բերել եւ ընդհանրապես ընտանեկան շատ հարցեր, թեմաներ կարող է կարգավորել, դա բավականին լավ է։ Ես ուզում եմ նշել հետեւյալը, որ օրեր կան, գիտեք, սիրելի խեցգետիններ, գրեթե առանձին օրեր չեմ ուզում նշել, օրինակ ասենք 6-ը, հա, այստեղ ինչ-որ հանդիպումներ, քննարկումներ, խոսակցություններ ցանկալի է զերծ մնալ, 6-ը ընկնում է իմ չորեքշաբթի, իմ օրացույցով Մերկուրիի օրը, իհարկե պլյուս մինուս 1-2 օր, բայց տեսեք, ասենք օրեր կա, ես հիմա կարող եմ նշել, բայց հարկ չէ, որովհետև
ցանկալի է որ մայիս ամիսը ընդհանրապես լինել ուշադիր, լինել զգոն, այդպես կոնկրետ քայլեր չանել, այսինքն տեսեք մինչև ամսի 15-ը եթե ինչ որ կիսատ հարցեր կան, դուք դա կարող եք ավարտել, բայց դրանից հետո որոշակի դժվարություններ կլինեն, ճիշտ կլինի որ դուք ոչ մի քայլ չանեք, սա կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Ահա այսինքն ամբողջ մայիս ամիսը լինել պարզապես զգոն, լինել ուշադիր, մասնավորապես ձեր առողջության հանդեպ, աշխատանքի հետ կապված, կարծես թե այնպիսի հոգեվիճակ է, որ դժվարությամբ եք ինչ որ մի թեմային ադապտացվում կամ փորձում այդպես մտազբաղ եք, ինչևէ ապագայի հանդեպ բավականին մտազբաղ եք։ Իհարկե հիմա կասեք աշխարհում չկա մի մարդ, որ այսօր այնպիսի վիճակ է, որ ապագայի հանդեպ ուրեմն այդպես չլինի, բայց խեցգետինների մոտ ավելի դա ընդգծված է, թեկուզ հենց շատ պարզ պատճառով այստեղ ընտանիքն է, ընտանիքի թեման պահպանել, որպեսզի կորուստներ չլինեն, մահել չլինեն, դժվարություններ չլինեն, հա, մասնավորապես երբ հիմա անհագիստ վիճակ է, պատերազմներ եւ այլն, ընտանիքի թեման բավականին այդպես կարևորվում է եւ անհանգստությունը կա ընտանիքի ուրեմն հիմնականում մոր համար, հա, ծնողների համար այդ լարվածությունը ինտուիտիվորեն, ինստինկտորեն դա մեծանում է։ Հենց միայն այս պատճառով շատ խելացի եթե չլինենք, միայն հենց այս պատճառով մենք գիտենք, որ դա այդպես է լինում, բայց ասենք ձեր մոտ կոնկրետ դա կա, այնպես որ որքան էլ որ անհանգստանան խեցգետիների չափ, այսպես ասած, կամ եթե դուք այնտեղ մոլորակներ ունեք, միգուցե ասենք ձեր լուսինը ցանկացած նշան է գտնում է խեցգետնում, այստեղ դուք հնարավոր չի որ չանհանգստանաք, ձեզ մոտ այս ամենի հետ կամ նրանք ովքեր ուզում են ընտանիք կազմել, դա իրանց եւս անհանգստացնում է եւ այլն, ընտանիքն էլ է, չէ, ապագայի հետ կապված հարցեր են։ Այնպես որ այսքանը սիրելի խեցգետիններ, ինչ կարող եմ ասել, փորձեք գտնել, հասկանալ, լուծում գտնել ինչ պետք է անել, յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը, ես սա կարող եմ միայն ասել, մնացած արդեն կախված է ձեզանից, թե ինչ լուծում կտաք։ Ահա այսքանը, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։